Դու ինչքանով երկիրը ճանաչելով սկսեցիր սիրել։ Դու սիրում ես այն, ինչ որ ճանաչում ես։ Անքո մանկությունը փաստորեն մասամբ նաև էստեղ է անցել։ Առաջին պատերազմի հետ կապված մաման հղի ա եղել ինձնով։ Գյուղը դատարկվում է, բոլոր կանանց ու երեխեքին հանում են, papan որոշել է, որ պետք է մամային վերցնի ու իրան գան գյուղ, կրակոցների տակ։ Հա, եկել է։ Բնավորությունը նույնն է մնացել, թե տարիների հետ փոփոխվել է շատ։ Նույն ձևի է։ Շատ հստակ ձևակերպումներով խոսում էր Հայաստանին առնչվող մի շարք հարցերի մասին։ Ակտիվ քաղաքացի էր եւ Ես հիմա պակաս ակտիվ չեմ, անկախ նրանից, որ ես չեմ խոսում։ ինչու Անին սկսեց լռել։ Փոխակերպվեցի։ Ինչքան ավելի ես մեծանում, այդքան ավելի ես լռում լսելու համար։ Այն ժամանակն է, որոնք որ մենք ապրում ենք, արդեն չգիտեմ, որ երրորդ սերունդը անընդհատ անցումային ժամանակներում ճապոնացիների համար դա ազգային անեծք է, որ դու ապրես անցումային շրջաններում։ Ես գիտեմ, որ այս պահը եւ այս միջոցը ավարտուն է, ինչպես որ սիմվոլների արժեզրկումն է ժամանակավոր եւ ավարտուն, որովհետեւ չես կարող դարերով ժառանգված մի բանը մի տասնամյակում այսպես փոշիացնել կամ ջնջել։ Որպես տղայի մամա, ինչպես ես արդեն արձագանքում ես նույն աշխարհաքաղաքական քարտեզագրության հարցերին։ Ծառայելու է իմ տղան թե չէ բանակում, այո ծառայելու է, որովհետև մենք չենք պատրաստվում ոչ մի բան այստեղ ծախենք եւ գնանք ուրիշ երկրում ուրիշ քաղաքացիություն ստանանք։ Խաչքարը պատահաբար գտել են տեղի գյուղի աշակերտները, դե հիմա արդեն մեծ մարդիկ են դարձել։ Տղեկ հոп մակարոնքի պասպորտը գտել եք։ Մոշի թփերի մեջ հայտնաբերեցինք Այն մեծ խաչքարը։ կեսը երևի որ հիմի են մատուրի վրա է։ Մի հատ մեծ ոգևորություն եմ ապրում, որ Տեսլայի հոր կողմը Գյումրիից է ու իր պապիկը Գյումրիում է ու ինքը իր տունը նաև Գյումրին է։ Ինքը ծնվել է Խուստո Փիլանջին, իր հայրը հիմա ապրում արդեն քանի տարի է այնտեղ ու իր տունը նաև Կապանն է ու Սյունիքն է։ Ինքը մամայի հետ ապրում է Երևանում, բայց ինքը նաև Աչաջուրն է իր տունը համարում։ Այսինքն ինքը չունի բաժանարարներ, այս տեղացի թե այնտեղացի։ Ունի մի հատ երկիր, որի հյուսիս հարավ արևելք արևմուտքի մեջ ինքը հավասարապես տանն է։ Չեմ փորձում փոխարինել հորը, ես չեմ փորձում կատարել տղամարդու տան հոր դեր իր կյանքում։ Ես բարբերաբար ինքս ինձ հաշիվ եմ տալի, որ ես տղա եմ դա այս ծիրակում։ Ու ինքը պետք է լինի պատասխանատու։